Forbes ամսագիրը հրապարակեց մի վերլուծություն, որի հեղինակը ազգությամբ թուրք էր, Մելիք Կայլան, եթե իմ հիշողություն չի լավացնում։ Եվ որի նպատակը ամբողջությամբ անկեղծ ներկայացնել ինչ էր տալու տարածաշրջանի երկրներին, այդ Սյունիք այն ժամանակ դեռևս տրիպը չկար, օգոստոս 8-ը դա մինչև դրանից հետո էր։ Ինչ էր տալու Սյունիքի կամ Զանգեզուրի, ինչպես իրենք են ասում, միջանցքը տարածաշրջանի երկրներին։ Ու թվերը շատ էական են։ Տեսեք ինքը ինչ էր ասում։ Արդյունքում այդ ենթադրենք այդ միջանցքը սկսեց գործել։ Արդյունքում դա հնարավորություն էր տալու Թուրքիային իր արտահանման ծավալները ավելացնել 310%-ով։ Այսինքն Թուրքիայի արտահանման ծավալները 160 միլիարդից դառնալ էր շուրջ 500 միլիարդ։ Այսինքն Թուրքիան դառնում էր տարածաշրջանի ամենաազդեցիկ տնտեսական առումով ազդեցություն ունեցող հաբ։ Շահելու էր միացյալ Ադրբեջանը։ Տարեկան նրա համախառն ներքին արդյունքը ավելանալու էր 2%, ըստ հաշվարկի 2%-ով։ Շահելու են միջինասիական երկրները։ Նրանց արտահանման ծավալները տարեկան կարող էր ավելանալ շուրջ 100 միլիարդ դոլարով։ Ինչ էր ստանալու միացյալ Հայաստանը։ Հայաստանին Եվրոմիությունը կխոստանար, ուշադրություն դարձրեք, կխոստանար մոտ 2.5 միլիարդ եվրո աջակցություն։ Նրանք նախ կներեք այս խոսքիս համար, գետնի վրա իրականում ստանալու էին կոնկրետ շոշափելի արդյունքներ, իսկ Հայաստանին խոստանալու էր Եվրոմիությունը ինչ որ բան։ Մեկն լինի կներեք Եվրոմիության այսօր ֆինանսապես օգնում։ Այսինքն էս է իրականությունը։ Սա իմ վերլուծությունը չի։ Սա հայկական վերլուծություն չի, սա ոչ իրանական, ոչ ռուսական վերլուծություն է։